Անպայման ցավակցություններս հայտնել գիշերվա ողբերգական դեպքի հետ կապված բոլոր հարազատներին, ընկերներին, Վալոդյային անձամբ չեմ ճանաչել, մեկ անգամ ենք հանդիպել հոգեհանգստի ընդհանուր ծանոթ ունենք, շատ բարեկիրթ, շատ հավաքված, կազմակերպված հայրենասեր տղամարդու տպավորություն թողեց, այդ ընթացքում ինչ կար շփվել ենք այդ փուլում, որևէ հույս իշխանությունների հետ չունեմ, բացի նրանից, որ հանդիմությունը եւ հասարակության առողջ հատվածների վիճակի կլինեն համախմբվել եւ վերջ տալ այս մահ իշխանությանը, ինչպես որ ձևակերպված էր Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում ու հասարվա հայտարարության մեջ ուզում եմ շեշտեմ, որ կապ չունի թե խնդիրը անձնական է, ակնհայտ քաղաքական է, անկախ հանգամանքներից երկու բաղադրիչն էլ պրոբլեմատիկ են։ Եթե ակնհայտ քաղաքական է ամբողջ այս պատմությունը, այս ողբերգական պատմությունը, բայց մեջը կա նաև անվտանգության բաղադրիչ, այսինքն ոչ ոք պաշտպանված չի։ Եվ հատկապես կներեք ընդդիմադիր քաղաքացիները պաշտպանված չեն։ Հայաստանում հանցավորության խայտառակ աճ է, ծանր հանցագործությունների աճ է վերջի 7 տարիների ընթացքում։ Մարդասպանների 75%-ը վերջի 5 տարիների ընթացքում գործած ազատության մեջ են, եւ սա այն վիճակագրությունը չէ, սա իրենց սիրված NGO-շնիկների վիճակագրությունն է, եւ այս ամենը վկայում է մի բանի մասին, որ երկրում վախի մթնոլորտը ստեղծում է իշխանությունը եւ իշխանության թողտվությամբ կրիմինալը, անպատիժ մնացած կրիմինալը։ Ամեն դեպքում Փաշինյանն ինքն էլ առաջ է քաշել կանխելու անհրաժեշտության հանգամանքը, նշել է այդ մասին գրառման մեջ, ասել է, որ իրավապահները պարտավոր են շուտապույտ բացահայտել։ Բոլոր ավտորիտար կառավարիչները, որոնց շարքին դասվում է արդեն Նիկոլ Փաշինյանը, անպայման սիրում են խոսալ ժողովրդավարության մասին, մարդու իրավունքների մասին, եւ այստեղ առնվազն իսկ դա բավական լուրջ մեղադրանք է քաղաքական պատասխանատվություն այս բեսպրեդելի, որ տեղի ունենում Հայաստանում, այդ թվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական մրցակիցների եւ հակառակորդների նկատմամբ բացառապես իր վրա է, իր եւ իր ղեկավարած բոլոր համակարգերի, չէ՞ որ նա ասաց կառավարությունը ես եմ, հետեւաբար ոստիկանությունը դու ես, որ չի կանխել եւ համապատասխան, եթե այնտեղ նախապատմություն կա, համապատասխան քայլեր չի ձեռնարկել, քննչականը դու ես, ԱԱԾ-ն դու ես, ամբողջը դու ես, դե եթե դու ես, այդ դեպքում դու ամեն ինչի համար անձամբ պատասխանատու ես։ Նիկոլը չհասկացավ այդ պահին երևի թե որ ասաց կառավարությանը ես եմ, թե ինչ հազարապատիկ ավելի մեծ բեռի տակ է մտնում, հետո ամեն ինչի պատասխանատուն դու ես, մարդասպանությունից սկսած մինչև տրաքած կանալիզացիայի տրոբա պատասխանատուն դու ես Նիկոլ, որովհետև դու այդպես ես ասել եւ դու այդպեսի դրվածք ես դրել։ Ձեր դատական նիստից խոսեցիք, նայեք հենց նախորդին էր Փաշինյանը արձագանքեց, որ երկրում ժողովրդավարությունը, այսպես ասած, ծաղկում է եւ ասաց, որ իրենք ժողովրդավարության լիդերն են, իշխանությունն է հենց ժողովրդավարության լիդերը։ Ես չեմ նա ծաղկում բառը օգտագործել։ Ոչ, չէ, ես ուղղակի ասում եմ ընդհանուր առմամբ համատեքստում մեկնաբանեմ համատեքստը, որովհետեւ այո, ժողովրդավարությունը ծաղկում է, բայց ծաղկել բառը բացի ծաղիկ բացելու իմաստից ունակ ունի պրիշիկներ տարածելու ծաղկել է, չէ՞, օրինակ, երբ որ ջրծաղիկ է լինում, ասում են ծաղկել է։ Հայկական ժողովրդավարությունը այդ իմաստով այո ծաղկում է, պրիշիկոտ եւ թարախաբշտերով, բլթիկներով, տարաբնույթ բորբոքումներով ծաղկած գարշահոտ ժողովրդավարություն է, որի անունը վաղուց ժողովրդավարություն չէ։ Հայաստանը, ես երեկ էլ ասացի, հիմա էլ կրկնեմ, աշխարհում դարձել է երրորդ ամենահակահայկական երկիրը։ Ադրբեջանից եւ Թուրքիայից հետո ամենավտանգավորը հայ լինելու տեսակետից Հայաստանում է։ Աշխարհասփյուռ հայության համար իրենց երկրներում բնակության այդքան վտանգավոր չէ հայ մնալը եւ լինելը, կարելի ազատ խոսել եւ ռեժիմի դեմ, եւ Արցախի մասին, եւ ցեղասպանության մասին, եւ չպատժվել, իսկ Հայաստանը դարձել է Նիկոլի ձեռամբ երրորդ հակահայկական երկիրը աշխարհում։ Ողբերգությունը։ Չեմ ուզում անդրադառնալ, ընդհանրապես գիտեք, ես չեմ սիրում անդրադառնալ այն գործին, այստեղ գործ չկա։ ԵԺԿ-ի հետ կա 2-3 տարի մոտ իմ աշխատանքային անձնական հարաբերությունները խզված են գրեթե, բացի անձնական առիթներով իմ որոշ ընկերների շնորհավորանքներից շատ ծածուկ, այդպես էլ դա էլ պետք է ասեմ, եւ այն հանգամանքից, որ ԵԺԿ-ն
ինձ ճանաչել է 2 անգամ քաղաքական բանտարկյալ համապատասխան բանաձևերով, Հանրապետական կուսակցության մյուս ընկերներս Մամիջանյան, Հայկը մնացածը պատվով պահել են այդ արտաքին քաղաքական գործունեության ճակատը եւ ես ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն թարմ ուժերով, եռանդով, փորձով, աշխատանքով վերանմիանալ այդ ճակատի առաջ մղման հարցերին, իսկ այնտեղ օրինակները դատարանում բերեցի Հայաստանի ներքին քաղաքականությունը, այլևս գրեթե 75-80%-ով արտաքին քաղաքականության շարունակությունն է։ Եվ սա նույնպես այլասեռում է, որովհետև նորմալ երկրներում արտաքին քաղաքականությունն է ներքինի շարունակությունը։ Նորմալ երկրներում։ Մեր նման աննորմալ դարձած երկրում ներքին քաղաքականությունը դարձել է արտաքինի շարունակությունը, լինի թուրք-ադրբեջանական ուղղությունը, լինի գերտերությունների հետ աշխատանքը, լինի եվրոպական ուղղությունը կապ չունի։ Եվ այստեղ կա մեծ աշխատանքի ճակատ, սպասելիքներ աշխատանքից կարող եք ունենալ, այն իմաստով, որ վստահաբար ճշգրիտ եւ արդար եւ հիմնավորված շարունակելու ենք ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը եւ Հայաստանի իրական շահերը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։